Գյուղ Խնածաղ գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում, Գորիսից մոտ 30-ից 31 կիլոմետր հարավ-արևելք։ Այն տեղակայված է Լեռնային բարձրավանդակի վրա, պատմական Հաբանդ և Աղահեջ գավառների սահմանագլխին։ Այս դիրքն է պատճառը, որ գյուղը դարեր շարունակ ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ Խնածաղը Սյունիքի ամենահին և պատմական առումով ամենահարուստ գյուղերից է։ Այն ոչ միայն հնագույն բնակավայր է, այլև դարեր շարունակ եղել է Սյունիքի մելիքական իշխանության կարևոր կենտրոններից մեկը։ Պատմական աղբյուրներում գյուղը հանդիպում է նաև Խոնածաղ և Խանածաղ ձևերով։ Անվան ստույգ ծագման վերաբերյալ միանշանակ կարծիք չկա, սակայն այս տարբերակները վկայում են, որ բնակավայրը հայտնի է եղել դեռևս միջնադարում։ Խնածաղի տարածքը բնակեցված է եղել շատ վաղ ժամանակներից։ Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են հնագույն բնակատեղիներ, քարանձավներ, գերեզմանոցներ և միջնադարյան գյուղատեղիներ, որոնք ապացուցում են, որ այստեղ մարդկային կյանքը շարունակվել է հազարամյակներ։ Գյուղից ոչ հեռու գտնվող Խաչին հող կամ Ցիցքար տեղանքում պահպանվել են 7-ից 10-րդ դարերի գյուղատեղիների և գերեզմանոցների մնացորդներ։ Խնածաղի պատմության ամենափառավոր շրջանը 16-րդ դարն է։ Հնում գյուղը մտնում էր Սյունիքի Հաբանդ գավառի կազմի մեջ, սակայն ուշ միջնադարում դարձել է Քաշաթաղի մելիքների նստավայրերից մեկը։ Հայկազյան մելիքական տոհմը իր իշխանական կենտրոնը տեղափոխել է Խնածաղ և գյուղը դարձել է մելիքանիստ։ Այստեղ իր ապարանքն է կառուցել Մելիք Հախնազարը, որը 16-րդ դարի ամենահայտնի սյունեցի իշխաններից էր։ Նրա մահից հետո 1551 թվականին Խնածաղում կանգնեցվել է բացառիկ քանդակազարդ տապանակար, որի արձանագրության մեջ նա կոչվում է Մեծ իշխան ի մեջ թագավորած։ Այս արձանագրությունը վկայում է նրա բարձր քաղաքական հեղինակության մասին։ Այսօր էլ պահպանվել են ապարանքի որոշ հատվածներ։ Այն եղել է ոչ միայն իշխանական նստավայր, այլև պաշտպանական կառույց, հաստ պատերով և ամուր ճարտարապետությամբ։ Ապարանքը համարվում է հայկական աշխարհիկ ճարտարապետության կարևոր հուշարձաններից։ Դարեր շարունակ խնածաղցիները զբաղվել են անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ։ Լեռնային պայմանները նպաստել են հատկապես ոչխարաբուծության զարգացմանը։ Խորհրդային իշխանության տարիներին գյուղում զարգացել են կոլտնտեսությունը, դպրոցը, մշակույթի տունը և գյուղատնտեսական արտադրությունը։ Այդ տարիներին կառուցվել են ճանապարհներ և ենթակառուցվածքներ։ Այսօր Խնածաղը սահմանամերձ գյուղ է։ Նրա բնակիչները շարունակում են ապրել և աշխատել հայրենի հողում, պահպանելով գյուղի բազմադարյա ավանդույթներն ու պատմական ժառանգությունը։ Գյուղը հայտնի է նաև իր հայրենասեր և աշխատասեր բնակիչներով։ Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գյուղի գլխավոր հոգևոր և պատմամշակութային հուշարձանն է։ Այն հանդիսանում է 17-րդ դարի հայկական եկեղեցաշինության արժեքավոր նմուշներից և սերտորեն կապված է Խնածաղի մելիքական պատմության հետ։ Եկեղեցին կառուցվել է 1615 թվականին Մելիք Հայկաց II-ի նախաձեռնությամբ։ Հարավային մուտքի բառավորի վրա պահպանված արձանագրությունն էլ վկայում է այդ թվականը։ Որոշ ավելի վաղ հրապարակումներում նշվում է 1625 թվականը, սակայն վերջին ուսումնասիրություններում առավել հիմնավորված է համարվում 1615 թվականի թվագրումը։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ Խնածաղը Սյունիքի մելիքական իշխանության կարևոր կենտրոններից էր։ Այն գտնվում է Մելիք Հայկազյանների ապարանքից ընդամենը մոտ 100 մետր հյուսիս-արևմուտք, ինչը ցույց է տալիս, որ եկեղեցին եղել է ոչ միայն գյուղի հոգևոր կենտրոնը, այլև մելիքների տոհմական եկեղեցին։ Եկեղեցին եռանավ թաղածած բազիլիկ է։ Դրա հիմնական առանձնահատկություններն են արևելյան մասում կիսաշրջանաձև խորանը, խորանի երկու կողմերում ավանդատները, հարավային և արևմտյան երկու մուտքերը, երկթեք քարե տանիքը, տեղական ճեղքված քարից կառուցված պատերը, սրբատաշ բազալտով մշակված մուտքերն ու պատուհանների շրջանակները։ Այս պարզ, բայց ամուր կառուցվածքը բնորոշ է Սյունիքի 17-րդ դարի եկեղեցիներին։
1701 թվականին եկեղեցու արևմտյան կողմում ավելացվել է բաց թաղածած գավիթ, որը նույնպես կառուցվել է սրբատաշ բազալտից։ Գավիթը ծառայել է որպես ուխտավորների հավաքատեղի, ժողովների անցկացման վայր եւ հոգեվոր արարողությունների նախապատրաստման տարածք։ 1905 թվականին եկեղեցու տանիքի վրա կառուցվել է զանգակատունը։ Այս հավելումը վերջնական տեսք է տվել համալիրին եւ ընդգծել նրա նշանակությունը յուղի հոգեվոր կյանքում։ Խորհրդային իշխանության շրջանում եկեղեցին, ինչպես բազմաթիվ հայկական սրբավայրեր, դադարեցրել է իր կրոնական գործունեությունը եւ օգտագործվել է որպես պահեստ։ Այդ տարիներին շինությունը վնասներ է կրել, սակայն հիմնական կառուցվածքը պահպանվել է։ Այսօր Սուրբ Հռիփսիմե եկեղեցին շարունակում է կանգուն մնալ, որպես Խնածախի գլխավոր պատմական եւ հոգեվոր խորհրդանիշներից մեկը։ Այն ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում եւ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես պատմաբանների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Խնածախի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին չպետք է շփոթել Վաղարշապատի հանրահայտ 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե տաճարի հետ։ Խնածախի եկեղեցին ավելի ուշ է կառուցվել, սակայն հավանաբար օծվել է նույն սրբի պատվին՝ ի հիշատակ քրիստոնեական առաջին նահատակներից մեկի Սուրբ Հռիփսիմեի։ Խնածախի շրջակայքում գտնվում է նաև Բահավերի մատուռը, որը գյուղի հին ուխտատեղիներից է։ Այն դարեր շարունակ եղել է տեղի բնակիչների աղոթատեղին։ Խնածախ գյուղի ամենանշանավոր հուշարձաններից են գյուղի 4 պատմական խաչքարերը, որոնք կանգնեցված են գյուղը շրջապատող բարձունքների վրա։ Դրանք ոչ միայն հայկական խաչքարային արվեստի արժեքավոր նմուշներ են, այլև պատմական, հոգևոր եւ խորհրդանշական մեծ նշանակություն ունեն։ Միջնադարյան Հայաստանում խաչքարերը հաճախ տեղադրվում էին բարձունքների վրա, որպես գյուղի հոգևոր պահապան, սահմանների խորհրդանշական նշան, աղոթքի եւ ուխտի վայր, պատերազմներից եւ փորձություններից հետո Աստծուն շնորհակալություն հայտնելու կամ նահատակների հիշատակը հավերժացնելու նպատակով։ Խնածախի դեպքում այս 4 խաչքարերը կարծես խաչի տեսքով շրջապատում են գյուղը, խորհրդանշելով, որ բնակավայրը գտնվում է Աստծո հովանու ներքո։ Այս մեկնաբանությունը լայնորեն ընդունված է հայկական հոգևոր մշակութային ավանդույթում, թեև այն չի ներկայացվում որպես պատմական փաստաթղթերով ապացուցված նպատակ։ 4 խաչքարերից ամենահայտնին կանգնեցվել է 1620 թվականին աղանի կողմից Պողոս վարդապետի հիշատակին։ Այս խաչքարը բացառիկ է, քանի որ ունի թե հայերեն, թե պարսկերեն արձանագրություններ։ Հայերեն արձանագրությունը հիշատակում է, որ այն կանգնեցվել է Շահ Աբասի օրոք, իսկ պարսկերեն գրությունը վկայում է այն ժամանակաշրջանի պատմական միջավայրի եւ հայ-պարսկական շփումների մասին։ Խաչքարերի վրա պահպանվել են բարձրարվես խաչաքանդակներ, երկրաչափական եւ բուսական զարդանախշեր, արձանագրություններ, 17-րդ դարի քարարվեստին բնորոշ քանդակագործական լուծումներ։ Դրանք կարևոր աղբյուր են ինչպես արվեստաբանների, այնպես էլ պատմաբանների համար։ 2020 թվականի պատերազմից հետո սահմանների փոփոխության հետևանքով Խնածախի 4 խաչքարերը հայտնվել են պետական սահմանից մոտ 400-ից 960 մետր հեռավորության վրա, ինչի պատճառով դրանց պահպանությունն ու մշտադիտարկումը դարձել են առավել կարևոր։ Խնածախի բարձունքներին կանգնած այս 4 խաչքարերը պարզապես քարեր չեն։ Դրանք դարերի խորքից մեզ հասած աղոթքներ են, քանդակված քարի վրա։ Դրանք տեսել են մելիքների իշխանությունը, պատերազմների փոթորիկները, խաղաղության տարիներն ու սերունդների հերթափոխը, եւ այսօր էլ լուր ու անշարժ շարունակում են հսկել Խնածախը, հիշեցնելով, որ քանի դեռ կանգուն են մեր խաչքարերը, կանգուն է նաև մեր պատմական հիշողությունն ու ազգային ոգին։ Այսպիսին է Սյունիքի լեռնաշխարհում բազմադարյա պատմություն կերտած Խնածախը, մի գյուղ, որի քարերը հիշում են մելիքների քայլերը, որի եկեղեցու զանգերը դարեր շարունակ հավատ են պարգևել մարդկանց, իսկ բարձունքներին կանգնած խաչքարերը լուռ վկաներն են եղել թե հաղթանակների, թե դժվարությունների։ Խնածախը պարզապես բնակավայր չէ, այն հայ ժողովրդի տոկունության, հավատքի եւ
հայրենասիրության կենդանի խորհրդանիշն է։ Այստեղ յուրաքանչյուր քար պատմություն ունի, յուրաքանչյուր ճանապարհ տանում է դեպի անցյալի մի նոր էջ, իսկ յուրաքանչյուր հայացք դեպի լեռները հիշեցնում է, որ հայրենիքը նախ եւ առաջ հիշողություն է, արժանապատվություն եւ սեր։ Եվ քանի դեռ Սյունյաց լեռների լռության մեջ շարունակում է շնչել խնածախը, քանի դեռ նրա եկեղեցին աղոթք է բարձրացնում երկինք, իսկ խաչքարերը հսկում են հայրենի հողը, այնքան ժամանակ կենդանի կմնա նաև այն ոգին, որը դարեր շարունակ պահել այս երկիրը։ Թող խնածախի պատմությունը շարունակի ապրել ոչ միայն գրքերի էջերում, այլև յուրաքանչյուր հայի սրտում, որպես մեր ազգային հիշողության, մեր հավատքի և մեր հավերժության մի լուսավոր էջ։ Սիրելի հայրենակիցներ, միշտ նոր հանդիպում, նոր պատմություններով, որոնք պատմում են մեր հայրենիքի անցյալի, ներկայի և հավերժության մասին։